Վերջին զանգը սերիալում իրավիճակը դառնում է թեժ ու անկանխատեսելի, ամեն ինչ ուղղակի վերածվում է մի փոթորկալի դրամայի, որի կենտրոնում կանգնած են Հենրին ու Անգելինան, երկու երիտասարդ, ովքեր բոլոր խոչընդոտների ու ճնշումների միջով փորձում են պաշտպանել իրենց սերը։ Չնայած Ավագի ու Վիկտորիայի կտրուկ հայտարարությանը, թե նրանք արյունակցական կապ ունեն, Հենրին ու Անգելինան որոշում են ամեն ինչ անտեսել և գաղտնի հարսանիք կազմակերպել։ Նրանք ուզում են ապացուցել, որ սերը բարձր է բոլոր արգելքներից։ Ծնողներին հրավիրում են առանց հարսանիքի բուն նպատակը հայտնելու։ Նրանք հուսով են, որ երբ ամեն ինչ բացահայտվի, արդեն ուշ կլինի կանգ առնել։ Բայց հենց այդ պահին, երբ թվում է ամեն ինչ դեպի երջանկություն է գնում, պատկերը փոխվելու է։ Վիկտորիան, ով տարիներ շարունակ կրել է իրեն ծանրացած մեղքի բեռը, վերջապես հանդիպում է Աննայի հետ ու բացում մի մեծ գաղտնիք՝ սա Միքայելի պլանն է։ Աննան բնականաբար շոկի մեջ է։ Նա վստահ էր, որ Անգելինան Միքայելի դուստրն է, բայց հիմա սկսելու է հիշել կասկածելի մանրամասներ, մոռացված փաստեր։ Այդ ընթացքում Միքայելը, ով գիտի, որ ճշմարտությունը կարող է ամեն ինչ քանդել, ամեն կերպ փորձում է Աննային համոզել մնալ իր ստի մեջ, կրկին մեկ անգամ նշելով, որ Հենրին ու Անգելինան քույր ու եղբայր են և վերջ։ Որպեսզի չբացահայտվի գաղտնիքն ու որևէ մեկը չիմանա, որ Անգելինան Աննայի դուստրն է և նույնիսկ դրա մասին տեղյակ չեն Վիկտորիան ու Ավագը, նա ասում է, որ Անգելինան իր դուստրն է։ Սակայն ճշմարտությունը կգտնի իր ճանապարհը։ Բայց մինչ այդ հարսանիքի օրը, երբ Անգելինան սպիտակ զգեստով իջնում է աստիճաններով, իսկ Հենրին նրան սպասում է խորանի մոտ հյուրերով լի սրահում, սկսվում է իրական աղետը։ Նրանց ասվում է այն սարսափելի բանը, որ կարծեք թե բոլորին հայտնի է և որը սուտ է. դուք քույր ու եղբայր եք։ Բոլորը քարանում են Անգելինայի ձեռքից, նույնիսկ ընկնում է ժապավենը։ Արդյոք նրանք կներեն իրենց ծնողներին։ Ով էր պարտավոր առաջինը ասել ճշմարտությունը։ Ով է Անգելինայի իրական հայրը, այս հարցերը տանջելու են բոլորին։ Վիկտորիան լուռ կկանգնի դեմքը ողողված արցունքներով։ Աննան վերջապես Հենրիին կասի, որ ընդամենը ժամեր առաջ է իմացել այս ճշմարտության մասին, իհարկե, որը ճշմարտություն է նրանց համար։ Միքայելը բոլորին կրկին անգամ խաբել է։ Նրանք դուրս են գալու սրահից, Անգելինան փլվելու է, չգիտակցելով, թե ինչպես պիտի նորից հավատա մարդկանց։ Սա իսկական փոթորիկ է վերջին զանգի պատմության մեջ։ Նոր հարցեր են բարձրանում, արդյոք սերն այս ամենից հետո կվերապրի։ Կկարողանան Հենրին ու Անգելինան ներում գտնել թե իրենց, թե միմյանց հանդեպ։ Իսկ Միքայելը արդյոք վերջապես կվճարի իր գործած սարսափելի ստերի համար։ Իսկ մինչ այդ անպայման բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք ամենահետաքրքիր գաղտնիքներն առաջինը բացահայտելու հնարավորությունը։ Նշենք, որ հեռուստասերիալում ամենալարված, ամենաթեժ ու հետաքրքիր զարգացումները դեռ առջևում են։ Հենրին հայտնվում է ծանր իրավիճակում։ Նա խմում է, հարբում ու մի հարց է իրեն տանջում. ինչու այսպես ստացվեց, ինչու խաբեցին նրանց։ Իհարկե Հենրին դեռ չգիտի, որ այն, ինչ ինքը գիտի, հենց դա է իրական սուտը և ոչ թե ճշմարտություն։ Սակայն հենց հարսանիքի օրը Հենրիի համար բացահայտվում է իրական սարսափ։ Նրանց ասում են, որ դուք քույր ու եղբայր եք։ Հենրին փնտրելու է իր հարցերի պատասխանը։ Նա գալու է Աննայի մոտ։ Աննան գրկելու է սփոփելու ու ասելու, որ ընդամենը ժամեր առաջ է իմացել այս սարսափելի ճշմարտության մասին։ Իսկ Անգելինան ինչպես է ներելու իր ծնողներին։ Անգելինան արդեն ուներ կասկածներ, որ նրանք իր հարազատ ծնողները չեն, իր կենսաբանական ծնողները չեն, քանի որ նա գտել էր բժշկական թղթեր, որտեղից նա հասկացավ, որ նման դիագնոզով ընդհանրապես երեխաներ չեն ունենում։ Սակայն նա չխորացավ այդ ամենի մեջ և կարծեք թե մոռացվեց այդ պահը։ Բայց հիմա, երբ ամեն ինչ կարծեք թե բացահայտվում է, Անգելինան կհավատա այդ ճշմարտությանը։ Կհավատա, որ Անգելինան Վիկտորիայի ու Ավագի հարազատ կենսաբանական դուստրը չէ, բայց ով է նրա իսկական հայրը։ Նույնիսկ Վիկտորիան չգիտի այս ամենի մասին։ Վիկտորիան ու Ավագը նույնիսկ չեն էլ կասկածում, որ Անգելինան Աննայի դուստրն է,
Աննայի ու Սոսի, ոչ թե Միքայելի ու Աննայի։ Այսքան տարիների ընթացքում ինչու նրանք իրենց այդ հարցը չեն տվել, թե ինչպես կարող էր Միքայելը իր հարազատ երեխային բերել ու հանձնել Վիկտորիային ու Ավագին։ Ինչու նրան չեն հարցրել, իսկ ինչու է Ֆաինան ձեզ հետ ապրում կամ Հենրին։ Եվ ինչու Միքայելը պետք է իր հարազատ երեխային հանձներ Ավագին ու Վիկտորիային։ Այս հարցերը նրանք երբևէ գոնե իրենց տվել են, թե ոչ։ Իհարկե դեռ գաղտնիքներ բացահայտվելու են։ Վիկտորիան ինքը չգիտի, բայց նա Աննային ասելու է, որ Միքայելն է այս ամենի մեղավորը, իսկ Աննան իմանալու է այլ ճշմարտություն։ Միքայելը հասկանալով, որ օղակը գնալով սեղմվում է, նա Աննային ասելու է, որ Անգելինան իր դուստրն է, իսկ սա նշանակում է, որ Անգելինան ու Հենրին քույր ու եղբայր են։ Աննայի համար սա իսկական շոկ է։ Իսկ թե ինչ է լինելու այս սուտ գաղտնիքի բացահայտումից, կիմանաք շատ շուտով։ Միացեք մեր ալիքին, իսկ տեսանյութի մեկնաբանություններ բաժնում անպայման գրեք ձեր կարծիքը։ Ինչ եք կարծում, ինչպես են վարվելու Հենրին ու Անգելինան այս սուտ գաղտնիքը իմանալուց հետո։